Այսինքն KGB-ին հաջողվելու է Ռոբերտ Սերժ ընդդեմ Նիկոլի հակամարտության խաղալու վրա պահպանել ժողովրդին այս վիճակին։ Մենք մեռանք ասելով, մենք ոչ մի շարժ չենք տեսնում կամ այնուամենայնիվ գործնական շարժ մեր հայորդիներից։ Այո, ես դիտում եմ այդ իմ հարցազրույցները, լայքերը, մեկնաբանությունները շատ լավ։ Արա կարծես թե դարել է սերիալ։ Հա մարդկան պրոստը դուր է գալի։ Արա մենակ դուր գալով չէ, ձեր ճակատագիրը ձեր ձեռքերով դուք պետք է անեք։ Դուք արեք, ես ձեզի որպես բանվոր, զինվոր, խոնար ծառա, գամ ծառա է։ 6 ամիսը քիչ ժամանակ չի արդեն։ Ես ասեմ թե, եթե սենց տենդենսները գնաց, ես ոչ մի բաներ չեմ մասնակցելու։ Ինչին մասնակցես։ Ինչին մասնակցես։ Հերթական խաբեության ուժեր տեսնում եք քաղաքական ուժեր, այդ դուք նշեցիք։ Ես տեսնում եմ Փաշինյան Քոչարյան, Սերժ Սարգսյան եւ այդ երյակից բացի ինչ տեսնում եմ պրպտումներ, որոշ որ ցանկանում են մարդիկ անել, որին էլ ես ուրախ եմ, ես անգամ հա ուրախ եմ, որ բայց տենում եմ որ չեն։ Օրինակ վերջերս մի հատ կլոր սեղանի կանչեցին, ինչ-որ մի հարցի շուրջ չեմ ուզում, որովհետև շատ մանրամասներ բացեմ, որովհետև վրաս կհասկանան ում մասին եմ ասում։ Փաստորեն սենց, որոշեցին ես ինչ փաստաթուղթը իմի բերել, եւ այդ փաստաթուղթը իմի բերելուց հետո բոլորը ստորագրենք, որ այո, սենց համամիտենք, այո։ Եվ կոչ արեցին նաև բացի դե ներկաներից ցանկացած անհատ, որով բացե ստորագրության համար։ Հա, բացե ստորագրության համար։ Facebook-ում տեսնում եմ արդեն հայտարարություն պատրաստի տեքստը։ Այնտեղ ներկա մարդկանց բոլորի անունը կա, բացի իմից։ Ես տակը ուղղակի գրեցի ասի վրիպել եք, թե ինչ եք արել, ոչ մի պատասխան չստացա։ Ինչպես եք դա։ Ես հասկանում եմ մի բան, որ դա էլ է պրոյեկտ, որովհետև սեղանի շուրջ մի երկուսը արտահայտվեցին, որ բոլորս այստեղ գտնվողները եկեղեցու կողքն ենք։ Ես ասում, գիտեք ինչ կա, ես էլ եմ եկեղեցու կողքը, եկեղեցին մենք ենք։ Մենք մեր կողքն ենք, բայ իհարկե, բայց ես պետք է իմանամ իմ կյանքի հոգևոր մասը, ես ում եմ վստահում, իրական հոգևորի, թե KGB-ի գործակալի։ Այսինքն ես դրանով չեմ պաշտպանել, ասենք Նիկոլ Փաշինյանին։ Ես ասել եմ Նիկոլ Փաշինյանը գուցե եւ այս քայլը կարծես թե ճիշտ բան է անում, որ մարդկանց գրավի դեպի Իրան, դες ճիշտ բան է անում, բայց ես ասել եմ նա կիսատ պռատ է անելու։ Կիսատ պռատությամբ բերելու է կատաստրոֆայի։ Ու ոչ թե նա հիմար է, այլ իր զադանին, սենց ասենք, առաջադրանքը հենց կիսատ պռատությունն է։ Ուրեմն Հայաստանին Թուրքիայի գիրկը ղրկում է Ռուսաստանը։ Կոնկրետ Շոյգուի հայտարարությունը արդեն պետք է ամենից ծածկի։ Համատեղ ռուս-թուրքական գերազանց անցկացած օպերացիա Ղարաբաղում։ Վերջ։ Իսկ որ Հայաստանը մինչև հիմա Թուրքիայի կամ Ադրբեջանի կողմից բռնազավթված չի կամ Հայաստանը կիսված չի երկու մասի, հարավային եւ հյուսիսային մասերի, ռուսական եւ թուրքական անկլավների, դա միայն ու միայն Ամերիկայի Միացյալ Նահանգների շնորհիվ է։ Ինքը ինչ որ ասում է, ինքը փաստացի բանից Ամերիկայի Միացյալ Նահանգները փաստացի բանից չի կարա շրջանցի, այո, ՆԱՏՕ-ի անդամ է Թուրքիան։ Բայց այսօր այն թրթուրը դառնում է կոկոն։ Եվ վաղը չգիտես ինչ է դուրս գալու։ Թիթեր թե ցեց։ Ամերիկայի Միացյալ Նահանգները հստակ տենում են։ Այն կոկոնը, որը ձևավորում է թուրանական թրթուրի շուրջ, ցեց է դուրս գալու։ Ինքը գիտի արդեն, ինքը անալիզն արել է։ Դա համար էլ արդեն այն առաջվա իր, սենց ասենք, դաշնակիցը չի։ Թուրքիայի գիրկը։ Իսկ որ դու այսօր Ռուսաստանի գիրկն ես, դա նորմալ է։ Դա նորմալ է։ Ուրիշ գիրք է դա, հա։ Հա, դա ուրիշ գիրք է, հա։ Սպիտակ թուրքի գիրքն է։ Մալադես։ Ուրեմն այդ ասույթները ուղղված են անգրագետ,
կիսա վախեցած կամ անգամ լիովին վախեցած մարդկանց անճար նայում են աչ ու ձախ եւ ինֆորմացիոնը ցելափի տակ ինչ զիբիլ ասես լցում են մարդկանց ակազները։ Ինչու է սխալ դա։ Այդպես մտածելը ինչու է սխալ համարում։ Դուք պատկերացնում եք, ասենք մի քիչ ասենք օրինակը բերենք մեր կենսական դաշտ, 10-րդ դասարանի դպրոցում կռիվ է, 10-րդ դասարանի երկու մեծ տղաներ իրար դեմ կռվի մեջ են։ Դու առաջի դասարանի երեխա ես, մտել ես մեջները, կե աչից այնա չրփում, ձախից էլ մեկը վզից քաշում ես մահարի արա, ծեց շատ կերար։ Դու լեր ասում ես ինձ ոչ այնա պետք, ոչ էլ են։ Դու դատապարտված ես։ Դու լուսնում չես ապրում, կամ մոլորակում չես ապրում, որի անունը Հայաստան է։ Եթե ուզում եք այտենց ապրել, այո, եկեք դե հիմա ոչ Թրամփի ճանապարհ, ոչ է Facebook-ի կոնտրոլի տակ Թուրանի ճանապարհ, ոչ մի բան, այսպես երկաթյա ասենք զանավես քաշեք, ասեք ռադներդ քաշեք, ոչ մեկը։ Դուք ասեք դու դատապարտված ես եւ չշարունակեցիք, ինչին ես դատապարտված։ Դատապարտված ես լինես այս մոլորակի մաս։ Դատապարտված ես, հարևանը թուրք է։ Դաշնակից համարվող քո դաշնակիցը թուրքից բետար ռուս է, նենք ռուս։ Դուք պատկերացնում եք ադրբեջանցին անգամ հասկացե, որ ռուսը նենք է։ Ինքը օգտվեց ռուսի նենգությունից, որ հային գծեց, հիմա ասում է իշքան հերրու մնամ, այդքան լավ, որտեղ վաղը ինձ էլ է գցել։ Մինչև ես Ռուսաստանից չէր գալ այդ ծորենը։ Գալիս էր ուրիշ ճանապարհով, բայց ոչ Ադրբեջանի ռուսական Վրաստանից ճանապարհը փոխվել է հակառուսական Ադրբեջանի մեջով Ռուսաստանը շահել է։ Հենա գալիս էր էլի լարծով։ Այդ մեկ, երկրորդը ծորենը մենք կարող էինք ապահովել ինքներս մեզ։ Միայն Արցախով։ Չեմ ասում Հայաստանի տարածքը պիտանի էր ամբողջությամբ Հայաստանի ծորենի բանը, բայց Արցախի հարավային մասերը շատ պիտանի էին, որ եւ Արցախը եւ Հայաստանը կրկնակի ապահովել մեր Այսօր մենք զրկվել ենք այդ ճանապարհից այդ։ Դե զրկել են ռուսները։ Տականք հայերի ձեռով, տականք հայերի։ Արցախ կոչեցյալ նախագաներով, Հայաստան կոչեցյալ իբր ընտրված նախագաներով։ Մոռացել եք Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի օրոք բեսպրեդելները։ Մոռացել եք ինչ էին արել։ Ես այս վերջերս սկսել եմ չլսել Նիկոլ Փաշինյանի որևէ ելույթ։ Ես ձեզ ասեմ պարզ պատճառը։ Ժամանակին, երբ որ նոր էր բան, ինչքան էլ ինձ տհաճ էր լսել այդ իր բարբաջանքները, այնուամենայնիվ լսում էի, որպեսզի զինված լինի, տենամ ինչ ասում։ Բայց այսօր ու արդեն բավական տևական ժամանակ ես տեսնում եմ, որ իր բարբաջանքները լոկ օդի մեջ փուչիկներ են, որ տարակցը նման PR արշավային, ասենք, ինչ-որ բաներ է խոսում։ Եվ դրա տակ, ասենք, դրա ոչ ֆինանսական բան ունի, տակ հենք։ Ոչ մի բան, էլի, ոչ քաղաքական, ոչ մի հիմք չունի իր ասածները, այսինքն ինչի հիման վրա, լավ է լինելու, հա, շատ լավ է լինելու, այդ իրանց հերթական, ես հիշում եմ քարոզարշավը լավ է լինելու, չէ։ Ինչից է կախված ձեզ Հայաստանի լավ լինել ես, եթե այդ պարզ ձևակերպում։ Չի լինի, ես նորից եմ ասում, չի լինելու լավ, որպես ինչ լինի։ Լսեք, ես իմ երեխեքը զոհվել են, ես իմ դիվանագիտական ամբողջ ունակությունը ներդրել եմ, որ հարևան պետությունը գրավեմ, զավթեմ, ես զավթիչ եմ։ Եկել եմ Ադրբեջանը զավթել եմ, որ այո, ես զավթել եմ, որ ասենք Ադրբեջանում ինչ-որ մի հատ գործիչ հելնի ու իրանց ադրբեջանական մասսային լոլոկարտա, որ լավ է լինելու մոտակա 500 տարի։ Արա զավթիչը ես եմ, ես ոնց կուզեմ, այտենց կլինի քո երկրում։ Հիմա դու զավթված երկիր ես, այ տղա։ Նորից եմ ասում, դու պետք է ազատագրվես, գնաս քաղաքակիրթ աշխարհ, ազատվես, ազատ ազգ դառնաս, քանի չես դառե։ Ինչի հիման վրա է հիմնված քո այդ լավատեսությունը։ Դու ռուսական կայսրության կողմից զավթված երկիր ես, որը մաս քո շահերը կարա վաճառի թուրքերին։ Ասի ախպեր ջան, դու Հայաստանի հետ գործ չունես, ոչ զորք ուղարկին, դե ոչ բան։ Այսինքն ազատագրումն է Հայաստանից ինչ է պետք քեզ, թուրք ախպեր։ Ասում է, էսա պետք է որ Արարատ սարը չլինի։
Խնդիր չունես։ Ես իմ գործակալներին կասեմ, էդիկը գեներացնեն, իրականը ինչ ես ուզում։ Այսինքն մեր հայկական հարցը լուծվում է մեր զավթիչի մոտ, մյուս թշնամի ազգի հետ միասին համատեղ ինչ-որ բաներ են որոշում։ Այսինքն ես սա եմ ասում, են ասում են լավ է լինելու։ Հա լավ կլինի։ Եկեք սենց ասենք, մնում է մի բան ասի։ Ընդունեք իսլամը, սարքեք վիլայետ, ավելի լավ է լինելու։ Հետո չեմ ուզում սրանով ավարտեմ, չնայած րոպեները կարծես լավ է լինելու, ես էլ հետ եմ գեներ շարունակում եմ միտքը։ Ինչով է լավ լինելու, թող ասի։ Դուք ասում եք ազատագրել է պետք Հայաստանը։ Այո, ազատագրել է պետք։ Հայաստանը զավթված է այս պահին։ Ռուս-թուրքական ճիրաններից մեկ, որը այսօր ներկայացնում է բռնատիրական ռեժիմների ակումբը։ Հայաստանը իր ուժերով կարող է ազատագրել։ Ոչ։ Այս էլ են մեկուսականների պատասխանը, չես կարա ինքնուրույն, դու ռեանիմացիայի հիվանդ ես, դու ինքնուրույն, հրդեհի դեպքում չես կարա դուրս գաս, քեզ պատգարակներով պետք է տանեն դուրս։ Այդ ով որ պետք է պատգարակներով տանի, դա Արևմուտքն է, Միացյալ Այո, Նահանգները։ որոնց հետ հենց աշխատում ենք, ու որոնք էլ պատրաստ են օգնել։ Այդ հարցն էր, նրանք պատրաստ են, դու կանչում ես, եթե դու ասում ես, դու կանչում ես նրանց։ Այո, իհարկե։ Իսկ գուցե չես կանչում։ Չէ, Նիկոլ Փաշինյանն է իրական կանչողը։ Իրանք աշխատում են օրինական ռեժիմի հետ։ Օրինական, այսինքն ընտրված, Նիկոլ օրինականն է նստած, հա, իր հետ էլ աշխատում են։ Ինչ կարում են, իր միջոցով սղսնում են։ Իրանց աչքերով երբ որ նայում ես Հայաստանին, կարող է լինել վիրաբերմունքը մենակ մի բան՝ խղճահարություն, որ այս դարավոր ազգը, այս ինչի է հասել։ Այս ինչ վիճակի է հասել։ Մենք խղճահարության մասին չենք խոսում, դուք ասում եք պատգարակով հանելու պահն է։ Բա այո, հենց այդ խղճահարությունից գործողություն անել Հայաստանում։ Խղճահարությունից է գալի։ Դա խղճահարությունից է գալի։ Եթե իրանց պետք կլինի, ասենք, թալիշների վրա նայել, դա կասեն ազգային։ Այսինքն մենք այդքան անկարող ենք։ Մենք այս Այո, մենք անկարող ենք։ Մենք անկարող ենք, որովհետև բարձ բացատրում եմ, ամբողջ պետական հիերարխիան, ամբողջ շերտերը, ընդդիմությունը, պայքարը եթում է KGB-ի գործակալական ցանցի տարբեր վարչությունների մեջ, թե ով է լինելու իշխանություն, ով ընդդիմություն։ Ես ձեզ հավաստիացնում եմ, եթե Ռոբերտ Քոչարյանից թևը գա իշխանության, Նիկոլ Փաշինյանը շարունակելու է որպես երկրորդ ուժ Հայաստանում ազգային ժողովում լավ յոլա գնալ ու ոչ մեկին չի դատելու դրանց բոլորին միասին դատելու ենք մենք եթե մենք եկանք իշխանության մենք էլ շատ մեծ ցանկություն չունենք գիտեք գալու իշխանության անձամբ ես մտածում եմ սենց ազգ քեզ պետքա արա ես ասում եմ քեզ զինվոր այդ ինչի համար պետքա ես կիսագրագետ 5000 դրամով ընտրության գնացողի ես ընկնեմ փրկությամբ զբաղվեմ ինքը հասունացած չի ոչինչ ուրեմն իմ ճակատագիրն էլ սա էր այս փուլում Հովանեսի դերը տանել բոլոր ուզում են Քրիստոս դառնան ես պատրաստ եմ իմ կյանքը դնելու որ Հովանեսը լինեմ որ այն փրկիչի ճանապարհը բացեմ ես դրանով եմ այսօր զբաղված դրա համար այս ժամը երբեմն սուր արտահայտվում եմ իմ ազգից ներկայացուցիչների նկատմամբ ինձ երբեմն գիտեք ասում են շատ լարված ես խոսում եւ նյարդացած ես մի հատ sense հարց է sense ռետորիկ հարց է այս հարցը ուղղված է այդ բոլոր լսողներին եւ այդ լսողների մեջ այն հատկապես այն մասային որ ասում են նյարդացած ես խոսում դուք լսել եք այն երիտասարդ այն երեխան 19 տարեկան այն Աբաջյան ազգանունով որ խրամատում էր եւ հերրախոսով ինքը հանգիստ էր խոսում ինքը ասում էր կամանջեր ես ինչ եկել են հա թե հայոյում էր դիրքերը հանձնողի մերը կարաք բացատրեք ինչի էր դա տես կատարվում կասեք ընդ պատերազմ էր ուրեմն ես տեսնում եմ այսօր որ հիմա մենք պատերազմի մեջ ենք այն դիվաններին նստածները ովքեր ուզում են հանգիստ տոնով լսեն մարդկանց իրանք չեն տեսնում որ պատերազմի մեջ են ես տեսնում եմ որ հանձնում են Հայաստանս ես տեսնում եմ որ շարունակում են վաճառվել անգամ այն մարդիկ ովքեր ազգային են կոչվում կողմ են բռնում Ռոբերտի կողմն են բռնում կան Սերժ
Սերժին, Նիկոլին կպնեն, բայց Ռոբերտին չէ։ Այն մեկը կարա Ռոբերտին ու Նիկոլին կպնեն, բայց Սերժին չէ։ Այսինքն խեղճները կորցրել են անգամ ազգային համարվողները։ Ես ոնց հանգիստ խոսամ։ Ես տենում եմ, որ մենք պատերազմի մեջ ենք, ու այդ պատերազմը ես եմ տենում, ու մի քանի մարդ։ Ոնց կարելի է այդ մարդուն ասել հանգիստ խոսա, ոնց հանգիստ խոսում։ Դուք ես որքան գիտեմ եւ առաջին եւ երկրորդ Արցախյան պատերազմներին մասնակցել։ Մասնակցել եմ, այո։ Այո, պատերազմը տեղում եք տեսել։ Այո։ Ամեն ինչ եմ տեսել։ Ես մահափորձ եմ տեսել։ Ես պատերազմ եմ տենում այսօր իմ Երևանում պատերազմ։ Եվ այս արձակած փամփուշտները, հոգեբանական փամփուշտները, եւ այս իդեալոգիչսկի պատերազմը ավելի վտանգավոր են, քան լոկ այն խրամատում այդ մի դիրքը հանձնելու տեսանկյունից